Ես ունեմ խնդիրներ։ Այդ խնդիրները ես իմ մոտ խոմ հենց չի առաջացել։ Կալանավորի խոսքով ինքն առողջական որևէ խնդիր չի ունեցել։ Տևական ժամանակ ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, ունի ընտանիք, 2 մանկահասակ երեխա։ 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձել է Հայաստան եւ կամավոր մեկնել մարտի դաշտ։ Ես եկել եմ Հայաստան, իմ ընտանիքը չի իմացել, որ ես Հայաստանն եմ։ Իսկ Հայաստանից բարեկամներն էլ չեն իմացել։ 10 օր հետո նոր մեր բարեկամները իմացել են, որ ես Ղարաբաղ եմ։ Ես մի վայրկյան չեմ հավատացել, որ հետ կգամ։ Դրանից հետո իմ մոտ սկսել էր չի կարող մեքենա վարել։ Մեքենայի վարում գիտեի հետևում էին։ Պողոսյանի խոսքով պատերազմից հետո հոգեկան առողջության խնդիրներ են ի հայտ եկել, ցանկացել է վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն, սակայն չի հասցրել, որպես մեղադրյալ ներգրավվել է ավազակային հարձակման հոդվածով։ Այստեղ կալանավորը կծկտուր է պատմում, միայն պարբերաբար հայտարարելով ինքն անմեղ է, երբեք գումարի կարիք չի ունեցել, որ նման հանցանք կատարի, պարզապես իր դեմ սուտ ցուցմունք են տվել, խոշտանգել են ոստիկանության բաժնում։ Ես ապացուցել եմ դատարանին, որ ես ընդհանրապես կապ չունեմ այս շոուի հետ, հեքիաթը փող էր ուզում աշխատել, էլի։ Սենց ասեմ, այդ ցուցմունք տվողը, ասենք վկա են բերում, ես ընդհանրապես вообще չեմ ճանաչում, այդ վկան էլ ինձ չի ճանաչում։ Ըստ Կալանավորի, այս գործով ինքը մի քանի դրվագով արդարացվել է, սակայն վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի 11 ամիս ազատազրկումը, որը սկզբում բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Այս պահին գործը Վճռաբեկ դատարանում է։ Ֆակտոր TV-ն փորձեց դատալեքսից պարզել, որքանով է այս պնդումը ճշմարիտ։ Սակայն Կալանավորի անուն-ազգանուն հայրանունով մոտ 1 տասնյակ գործեր կան, եւ քանի որ չկային դատավճիռներ, Կալանավորին այդ գործով ամբաստանյալի հետ նույնականացնել չստացվեց։